decision from the FA. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ժամանակին քայլ կատարեց UEFA-ի աջակցությամբ անցկացնելու ակարգի արտոնագրի դասընթաց։ Այսօր ավարտեցինք առաջին մոդուլը, մասնակցում էր 24 մարզիչ, 22 տղա, 2 աղջիկ։ Սա միայն դասասենյակային աշխատանք չէ, ուսանողների հետ աշխատելու ենք նաև իրենց ակումբներում։ Մարզչին սեփական թիմի հետ աշխատելիս գնահատելը շատ ավելի արդյունավետ է, քան դասերին։ Այս փուլում հիմնականում կենտրոնացած ենք խաղային համակարգերի, ոճերի, պաշտպանության եւ անցումների վրա։ Առաջիկայում կանդրադառնանք այլ կարևոր թեմաների՝ խաղացողների ներգրավվածությանը, մարզչական հմտություններին եւ առաջնորդությանը։ Մասնակիցները տարբեր մակարդակի են, պրոֆեսիոնալներից մինչև երիտասարդական թիմերի մարզիչներ ու օգնականներ։ Այս բազմազանությունը շատ կարևոր է, քանի որ տարբեր փորձառությունների միախառնումը իսկապես օգտակար է։ Այս մոդուլին ինձ օգնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 5 հրահանգիչ։ Նրանք լիցենզավորված պրոֆեսիոնալներ են, ովքեր փայլուն աշխատեցին եւ աջակցեցին մասնակիցներին։ Իմ նպատակն է սովորեցնել ոչ միայն ուսանողներին, այլև հրահանգիչներին։ Երբ ես հեռանամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն ինքնուրույն եւ բարձր մակարդակով անցկացնելու հաջորդ սերունդների դասընթացները։ Բայց մինչև այդ մեզ սպասվում է եւս 6 մոդուլ։ Մասնակիցների հետ վերլուծելու ենք Հայաստանում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկաների առաջնության որակավորման երկրորդ փուլի խաղերը եւ միջազգային առաջնություններ, այդ թվում Մունդիալ 2026-ը։ 7-րդ մոդուլից հետո մասնակիցները կհանձնեն քննություն, ովքեր կհաջողեն կստանան մարզչական A կարգի արտոնագիր։ Մարզչական կրթությունը մշտապես կարծում եմ, որ մեր ֆուտբոլի զարգացման հիմքերից մեկն է, ինչով որ ֆուտբոլի ֆեդերացիան զբաղվում է։ Սա շատ մեծ պատիվ է մեզ համար, որպես հրահանգիչներ լինել այդ գործընթացում։ Դասընթացի ընթացքում մենք քննարկում ենք տարբեր խմբերով տակտիկական աշխատանքներ, քննարկում ենք տարբեր դետալներ խաղային տարբեր իրավիճակներում եւ մենք կփորձենք մեր ներկայիս արդիական գիտելիքն ու փորձը արդեն ուղղորդել եւ օգտագործել մեր մարզիչների եւ մեր աշխատանքի մեջ։ Ամեն մարդ եւ մարզիչ է դառնում ինքը իր մտահղացումներն է օգտագործում ֆուտբոլում, բայց միաժամանակ շատ բաներ է վերցնում հրահանգիչներից։ Մոդուլը այնքանով է կարևոր, որ քննարկում ենք պարապմունքների թեման, ուղղվածությունը, թե ինչի հիման վրա մենք պիտի այսօր պարապմունք անենք։ Խմբային որոշում ենք ուղղվածությունը, թեման, պրինցիպները, թե Դարյուշը ինչ է ուզում մեզանից եւ դա ավտոմատ բերում ենք խաղադաշտ։ Համեմատելով UEFA B10-երի հետ կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ հսկայական առաջընթաց կա, քանի որ ցանկացած գործնական աշխատանք կատարվում է տեսական վերլուծությունից հետո ու բոլոր վարժությունները փոխկապակցված են դասում քննարկվող վարժությունների հետ։ Մեր մենտորների, ինստրուկտորների աշխատանքը նույնպես շատ բարձր մակարդակի վրա է եւ անապես սպասում ենք, թե ինչ է լինում մյուս մոդուլներում, նամանավանդ կապված ֆիզիկական մարզումների, թե ինչպես ենք մենք ֆիզիկական մարզումները ինտեգրելու տակտիկական գործողությունների հետ։ Կարող եմ առանձնացնել մեր ինստրուկտորի տված ինֆորմացիան, որը որ մաքսիմում պրակտիկային մոդ է, ցանկացած հուշում, նորարարություն մարզման մեջ ամեն ինչը ցույց է տալիս վիդեոներով, պրակտիկա աշխատանքով, ցանկացած մարզում եւ ցանկացած անալիզ, որը որ անում ենք տեսական դասերին, իհարկե կարող եմ ինտեգրել իմ մարզումների մեջ եւ արդեն իսկ գլոբալ փոփոխություններ եմ տեսնում ընդհանուր իմ մարզչի աշխատանքի մեջ։